Բարև ձեզ, ուզում եմ խոսել չինական մեքենաներ գնելու մասին, այն մարդիկ, որ պատրաստվում են գնել կամ նոր են գնել, իրանց համար կթողեմ փոքր վիդեոներ, որ ունենանք փոքր ինֆորմացիա, փոքր տեղեկատվություն, թե ինչ պետք է ունենանք, ինչ խնդիրներ կարող է լինի։ Առաջնակարգ, երբ որ մեքենան գնվում է Չինաստանից, ինքը ունենում է master account։ Master account-ը դա iCloud-ի, Google Chrome-ի մեյլի պես ինչ որ բանա, որը տրվում է։ Ցանկացած չինական մեքենա ունի, դա պետք է մեքենան կառավարելու համար, թե ինչքանով է Հայաստանում դա գործում, ամեն ֆիրմայինը իր ձևով ընթացքում տեղակ կպայեմ, կասեմ, փոքր վիդեոներով կասեմ։ Ուղղակի հաշվի առեք, որ մեքենան գնելուց ումից որ գնում եք, պահանջեք master account-ը։ Master account-ը տեղավորվում է մեքենայի չինական համարով է տրվում ձեզ, այդ հարցում մենք բոլոր մասնագետները կարող են օգնել։ Երկրորդը, մեքենայի ադապտացման խնդիրն է։ Ամեն մեքենա չի, որ ադապտացված է այս շուկային, համարյա թե 95% մեքենաները ադապտացած չեն այս շուկայի համար։ Դա դրա մեջ մտնում է լեզուն, իա բրաուզերն եւ այլն, այսինքն հաշվի առնելու, ավտոն առնելուց հաշվի առեք, որ ունենալու եք նման խնդիրներ եւ պետք չի նարդանանալ։ Մասնագետներից մանրամասնորեն ճշտեք, ինչ խնդիրներ եք ունենալու, ինչն է ադապտանալու, ինչը չէ, որ հետագայում CarPlay-ից սկսած YouTube-ից եւ Yandex նավիգացիայից եւ լեզուների հետ կապված խնդիրներից դուք չունենաք այլ խնդիրներ։ Մնացած վիդեոներում ավելի մանրամասն կանդրադառնամ, հարցերը տվեք, մեկնաբանություններում գրեք, մեծ սիրով կարձագանքեմ, կլսեմ ինչ եք ասում։